Երկարաժամկետ հեռանկարում պետությունը ինչ գին կարող է վճարել այս ամենի համար։ Ցավոք սրտի այս ամենի համար վճարել ենք բոլորս գին եւ հիմա ենք արդեն վճարում։ Դրա գինը այն է, որ նրանք տարբեր ուժային կառույցների, կենտրոնների հաջող քաղաքականություն են վարում, որ հայկական շահերին հակասում է, պրո-ադրբեջանական, պրո-թուրքական, այս ամեն ինչ այն գինն է, որ նրանք վճարում են իշխանության մնալու համար եւ մենք բոլորս ենք վճարում։ Դրա գինը այն է, որ մեր երեխաներին այլևս դպրոցներում չեն սովորեցնում մեր մայր եկեղեցու պատմությունը, դրա գինը այն է, որ արդեն հարցականի տակ է դրված հայոց ցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների կողմից, դրա գինը այն է, որ այլևս Հայաստան մուտք գործելիս եւ Հայաստանից դուրս գալիս այդ կնիկների վրա Արարատ սարի պատկերը չկա եւ այլն, այդ բոլորը դրա գինն է, որ մենք վճարում ենք հիմա եւ շատ ավելի մեծ գին կարող ենք վճարել։ Դրա գինը այն է, որ մեզ տալիս են վարկեր, որոնք որ մեր երեխաները եւ թոռները պետք է մարեն, որպեսզի այդ վարկերով նրանք աշխատավարձներ տան այդ ոստիկաններին, մյուս իրավապահներին, ասֆալտներ իբր թե սարքեն, դրանով փորձեն քաղաքական իշխանությունը պահել առաջիկա ժամանակահատվածում։ Այս ամեն ինչը գին է։ Արդեն այդ գինը վճարվում է։